Շատերի մոտ կարող է հենց քո մոտ այս ֆիլմը ծայրահեղ վատ ռեակցիա առաջացնի։ Տեսնում ես բաներ, որոնք քո արժեհամակարգը չի ընդունում ու դիսկոմֆորտ է զգում։ Այդ խոսում է երկու բանի մասին։ Առաջինը, որ դու չես տարբերում կինոն ու կյանքը, այսինքն արվեստը փորձում ես գնահատել նույն մեխանիզմներով, ինչ իրականությունը, ու երկրորդը, դու ունես խնդիր ընդունելու են, ինչը քո արժեհամակարգի հետ չի բռնում։ Ընդունել, որ կա, չի նշանակում դառնալ տենց։ Ընդունել նշանակում է հասկանալ, թե ինչքան մեծ է աշխարհը, ինչքան տարբեր կարող լինի։ Թեոն ու Իզաբելը փակված են իրենց աշխարհում, իրենց սեփական օրենքներով, բարոյական նորմերով ու արտաքին աշխարհի հետ չեն բռնում։ Իրանք չեն ուզում ընդունել սոցիումի կանոնները, ուզում են մնան իրենց վաննայի մեջ ու իրենց խաղերը խաղան։ Այսինքն չեն մեծացել։ Բայց դա չի կարող երկար շարունակվի ու ինչ որ բայի արտաքին աշխարհը ինքն է մտնում ներս։ Շատ կոպիտ ձևով, պապակին կոտրում է, մտնում է ներս, իրանց թևից բռնում է ու հանում է դուրս։ Իրանք նույն ձև չեն ընդունում ուրիշների ապրելու ձևերը, ոնց դու իրանց է։ Դու էլ ես երեխա, դու էլ քո վաննայի մեջ ես պառկած։ Ու ինչ որ պահի քո պատուհանը կոտրելու է այն բանը, ինչից ամենաշատն ես վախենում։ Ու այդ բանին ստիպված դուրս ես գալու վաննայից։ Դա քո կյանքի ամենակարևոր պահերից մեկն է լինելու, որովհետև սկսելու ես շատ բան տեսնել ու հասկանալ։ Գիտակցության սահմանները լայնանալու են ու վախը տանցնելու է։ Դու չես փոխվելու դառնաս ուրիշ մարդ, դու մնալու ես դու, պրոստը արդեն չես վախենալու։